Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Կառավարությունը մտադիր է 8-րդ դասանում դասավանդվող նախնական զինվորական պատրաստությունը փոխարինել անվտանգ կենսագործունեություն առարկայով։ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկը հիմնավորում է նրանով, որ ՆԶՊ-ն սովորողների մոտ ձևավորում է միայն ռազմամարզական պատրաստության վերաբերյալ պատկերացումներ, մինչդեռ արտակարգ այլ իրավիճակներում գործելու կարողականությունները դպրոցականների մոտ բավարար չափով չեն ձևավորվում։ Քաղաքացիները նաև ահազանգում են, հրահանգել են դպրոցներից հանել փառքի անկյունները։ Աշակերտների ծնողներից մեկի փոխանցմամբ հայրենիքի համար զոհված հերոսների լուսանկարները նետվել են նախկին ճաշարանի տարածք, որն այժմ վերածվել է պահեստի եւ փաստացի աղբանոցի։ Հատկապես Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում է սա սկսվել։ Ծնողը պնդում է, որ դպրոցի տնօրեն Լենա Խաչատրյանը թույլ չի տալիս դիմանկարները թողնել պատին, իսկ մարզային իշխանությունները պայքարում են փառքի անկյունների դեմ։ Նրա խոսքով Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը անձամբ է ուժեղացրել դեռևս մի քանի տարի առաջ իշխանությունների կողմից սկսված փառքի անկյունների դեմ արշավը։ Ծնողները հավելում են, եթե Արմավիրի մարզի դպրոցներ այցելեն, դրանում անձամբ կհամոզվեն։ Տասնյակ հայկական բեռնատարներ արդեն մի քանի օր է կանգնած են Վրաստանի տարածքում եւ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Հայաստան։ Հաղորդվում է, թե վրացիները արգելում են հայ վարորդների մուտքը Հայաստան, պահանջելով $700։ ԶԼՄ-ներին հայտնում է բեռնատարների վարորդներից մեկը։ Հեղուկ գազով եւ ածուխով բեռնված մեծ քանակության բեռնատար մեքենաներ են կանգնած Վրաստանի սահմանին։ Նրանց ձեռքից վերցրել են բոլոր տեսակի փաստաթղթերը եւ թույլ չեն տալիս մեկնել Հայաստան, չտալով որևէ բացատրություն։ Վարորդներն ու բեռնափոխադրող ընկերությունները ակնկալում են, որ Հայաստանի համապատասխան կառույցները կհստակեցնեն իրավիճակը։ Արդեն 10-րդ օրն է, ինչ նման իրավիճակ է ստեղծվել։ Բեռնատարի վարորդները հստակեցնում են, փետրվարի 12-ից է խոչընդոտվում վերջիններիս մուտքը Վրաստանից Հայաստան։ Ռուս-վրացական անցակետում օրեր շարունակ սպասող վարորդներին չի տրվում որևէ բացատրություն։ Միայն ասում են, վերևից է իրենց նման հրաման իջեցվել։ Նշենք, այս լուրերի ֆոնին, երբ օրեր շարունակ սպասող վարորդներին որևէ բացատրություն չի տրվում, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը տարբեր ժամանակներում տարբեր վիճակագրություններ է հրապարակում հայկական ծագման ապրանքների արտահանման ծավալի աճի, Հայաստանի պետական պարտքի մասին։ Օրը ցերեկով Սևանի կենտրոնական հրապարակում սպանել են 20-ամյա երիտասարդի։ Մինչև դեպքի հանգամանքները պարզել է հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննչական վարչության բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կալանավորված մարդիկ կան։ Նա Արամ Խաչատրյանն է, Տավուշի մարզի վերին Ծաղկավան համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող։ Արամը 6 ամիս ծառայելուց հետո դիմել էր Պաշտպան հայրենյաց ծրագրին եւ արդեն 3 ամիս է անցել էր ծառայության իր բնակավայրի մոտ գտնվող Զորամասում։ Նա 2 օր առաջ իջել էր հերթափոխից։ Սպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 21-ին։ Հաղթանակ կամրջի տակ Հրազդան գետում հայտնաբերվել է նախկին կայազորի դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի դեկտեմբերի եւ 2024 թվականի հրամաններով դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ։ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից էլ հայտնում են, մինչ փրկարների կանչի վայր հասնելը քաղաքացին նետվել էր կամրջից, չեն հասցրել փրկել նրա կյանքը։ Դեպքի վայրում գտնվող հերթապահ հոգեբանը 3 քաղաքացու էլ ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Հայոց համազգային միասնություն կուսակցությունը մասնակցելու է 2026 թվականի հունիսի 7-ի կայանալիք ազգային ժողովի ընտրություններին։ Այս մասին տեսակապի միջոցով հայտարարել է կուսակցության նախագահ Միրան Պողոսյանը։ Մենք մասնակցել ենք միասնական ճակատով, մեծ կոնսոլիդացիայով։ Գիտակցելով ստեղծված իրավիճակն ու արկա սպառնալիքները, անելու ենք ամեն ինչ կանխելու այս մահաբեր գահավիժումը։ Մեր առաքելությունն է քշել նիկոլիզմը Հայաստանից, նշել է Պողոսյանը։
Հիշեցնենք, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետը անցնում է 1 տոննա կոկային տեսակի թմրամիջոց ներկրելու գործով։ Նա մեղադրվում է խմբի կազմում նախնական համաձայնության իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով կոկային տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով կոկային տեսակի թմրամիջոց տեղափոխելու համար։ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Թմրամիջոցը հայտնաբերվել էր եւ գտնվում էր ԱԱԾ-ում։ Միրան Պողոսյանի ընտրությունների մասնակցության վերաբերյալ իշխանական արձագանքը չուշացավ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանել է. Գյումրի 2 օպերացիայի եւս մեկ մասնակից հետախուզման տակ գտնվող հանցագործը ուզում է ռուսաստանյան թաքստոցից իշխանություն վերցնել։ Քոչարյանն ու օլիգարխները պետք է ստանան 0 ձայն։ Տեսա, որ ընդդիմությունն ու նրանց սպասարկող կեղծ լրատվամիջոցները տարակուսում են, թե ինչպես պիտի թույլ չտանք սրանց նմաններին կրկնել Գյումրու սցենարը։ Ձեզ որևէ քվեջ տալով ու հերու ուղարկելով, հարգելի անֆայլներ, հայտարարել է Ռուբինյանը։ Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։